Մանկական փոքրիկ ու մեծ երազանքները բազմաձայն հնչողությամբ Մայր թատրոնի ամանորյա ներկայացման մեջ վերածվում են միասնական պատգամի։ Փոքրիկներն ուզում են աշխարհը ավելի լուսավոր, բարի ու կատարյալ տեսնել։ Իսկ Ջանի Ռոդարիի երկնագույն նետի ճամփորդությունը հեքիաթի հիման վրա ստեղծված բեմադրությունը տոնական, շքեղ, լուսավոր, գունեղ եւ երաժշտական հրավառություն է, որը փոքրիկներին ամանորյա բերկրանք պարգևելուց բացի սովորեցնում է, որ սերը, բարությունը, նվիրումը եւ ինքնազոհաբերությունը կարող են հրաշքներ գործել։ Մայր թատրոնում չափազանց կարևոր են համարում փոքրիկ հանդիսատեսի մոտ ճիշտ արժեհամակարգի ձևավորմանը նպաստելը։ Մայր թատրոնը մանկական ներկայացումներին ոչ պակաս ուշադրություն է դարձնում եւ մենք շատ լուրջ ենք մոտենում, քանի որ գործ ունենք շատ նուրբ հոգիների հետ։ Եվ մեր խոսույթը եւ հիմնական փիլիսոփայությունը այս առումով այն է, որ մեր երեխաներին պետք է տանք որակյալ հոգեվոր սնունդ։ Այնպիսի հոգեվոր սնունդ, որը իր մեջ ունի հստակ բովանդակություն, հստակ ասելիք, եւ այս ներկայացման պարագայում դա այն է, որ որևէ երեխա միայնակ չէ իր երազանքների, իր ձգտումների եւ վերջապես իր նպատակներին հասնելու մեջ։ Սունդուկյան թատրոնում ամանորյա սիրված եւ հաջողված ներկայացումների հարուստ փորձառությամբ այս տարի համերաշխորեն որոշել են անդրադառնալ Ջանի Ռոդարիի համաշխարհային հաղթարշավ ունեցած գործին եւ մանավանդ ընդգծել բոլոր երեխաների երազելու եւ երազանքին հասնելու հավասար իրավունքը։ Ջանի Ռոդարին համարվում է բոլոր ժամանակների լավագույն մանկագիրներից մեկը, որը եւ իր ժամանակի եւ մեր ժամանակի վստահ եմ եւ անցյալի եւ ապագայի երակը մանկության երակը բռնած է ոչ միայն այլ նաեւ մյուս բոլոր իր ստեղծագործություններով շատ հուզիչ ստեղծագործություն է։ Բացի հետաքրքիր բեմադրական լուծումներից եւ երաժշտական հրավառությունից երկնագույն նետի գունեղ տոնականությանը հավելյալ գրավչություն եւ հմայք են հաղորդում ներկայացման ընթացքում օգտագործված անիմացիոն տեսահոլովակները եւ լուսաձայնային հարուստ էֆեկտները։ Արվել է ամենը թվային աշխարհում ապրող փոքրիկներին իրական թատրոն վերադարձնելու համար։ Մենք փորձում ենք մեր մաքսիմալ հնարավորությունները ներդնել, որպեսզի 21-րդ դարի երեխան, որ ունի շատ մեծ ինֆորմացիա, որ ունի շատ այլ ընտրանքներ, ի վերջո մնա իբրև թատրոնի հանդիսատես, իբրև արժեհամակարգային ձևերի եւ բովանդակությունների կրող։ Իսկ ներկայացման հեղինակային թիմը վստահ է, որ իտալական փոքրիկ քաղաքում տեղի ունեցած այս զարմանալի պատմությունը կարող է կրկնվել ցանկացած երկրում, երեխաներին երջանկության ժպիտ եւ սեր պարգևելով։ Ընդամենը պետք է հավատալ։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։